Եթերում հերթապահ հաղորդաշարի կիրակնորյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Տեխնիկական միջոցներ գործադրելով նա կոտրում է գեղեցկության սրահի Եվրոպատուհանը, սրահում ամենագեղեցիկ ու գայթակղիչ բանը նրան թվում է բանկոմատը։ Արտաքին զննությամբ դիակի աչքին հայտնաբերվեց առնազեղման հետք, իսկ մարմնի տարբեր մասերին քերծվածքներ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Դիմակավորվածը ատրճանակը պահել է տղայի վրա, վերջինս էլ ձեռքով այն հրել է մի կողմ ու մուրճով հարվածել հարձակվողի գլխին։ Վիրավոր հորը օգնությամբ վնասազերծել են դիմակավորվածին, խլել դանակն ու կապել ձեռքերը։ Նախ պաշտոնական տեղեկատվություն։ Հունիսի 2-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ։ Ողջունելով հյուրին Վլադիմիր Գասպարյանը կարևորեց արդեն ավանդական համագործակցության, մասնավորապես ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության հետևողական բարեփոխման և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում։ Ռիչարդ Միլսը ներկայացրեց դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և գոհունակություն հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատունը իրավապահ հարցերով խորհրդատուի միջոցով անմիջականորեն կարող է աշխատել ոստիկանության պետի և ոստիկանության այլ ղեկավար պաշտոնյաների հետ։ Հպարտ ենք, նշեց արտակարգ և լիազոր դեսպանը, որ համագործակցում ենք ձեզ հետ և կիսվում իրավապահ տարբեր մոտեցումների վերաբերյալ փորձով։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության մեջ կատարված դրական փոփոխություններին, Ռիչարդ Միլսը նկատեց, որ հասարակության վստահությունը վայելելն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը այն մարտահրավերներն են, որ իրավապահ ուժերի առաջ ծառացած են ողջ աշխարհում, իսկ դրանց ապահովումն ամուր ու կայուն հասարակության անհրաժեշտ նախապայմանն է։ Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ոստիկանական ուժերն ու ղեկավարությունը կարողացել են առերեսվել այս մարտահրավերներին, ի թիվս այլ զարգացումների դրական տեղաշարժեր ապահովելով մարդկանց թրաֆիքինգի վերացման, թմրամիջոցների դեմ պայքարի և հանրահավաքների կառավարման հարցերում։ Բարեկամական ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն ընդունեց նաև Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Դաշնային պետական բարձրագույն մասնագիտական կրթության Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական կրթության և ոստիկանական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության խորացման, փորձի փոխանակման, ուսումնական ժամանակակից մեթոդների կիրառման և այլ հարցեր։ Կողմերն ընդգծեցին, որ արդեն ավանդական փոխգործակցությունը երկուստեք կարևոր է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգերը երիտասարդ ու պրոֆեսիոնալ հերթափոխով ապահովելու համար և կարվի ամեն ինչ այդ կարևորագույն խնդիրը լիարժեք լուծելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների համար կադրերի պատրաստման, ինչպես և կրթահամալիրի հետ համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանը Վլադիմիր Տրետյակովին պարգևատրեց օրենքի պատվար մեդալով։ Միջազգային փորձի ուսումնասիրումը, գնահատումն ու տեղայնացումը կրթության ու գիտության զարգացման հիմք են։ Պատահական չէ, որ այս սկզբունքը որդեգրած Հայաստանի ոստիկանության կրթահամալիրն արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած հաստատություն է։ Մայիսի 31-ից հունիսի 4-ը Հայաստանում էին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի, Բելարուսի, Տաջիկստանի և Վրաստանի ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա Սպարտակիադային և միջազգային գիտագործնական համաժողովին։ Հյուրերը շրջեցին մայրաքաղաքում, Եղան Էջմիածնի մայր տաճարում և Սևանում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին։ Մինչ Սպարտակիադայի մեկնարկը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը։ Ելույթով հանդես եկավ և ներկաներին ողջույնի խոսք հղեց ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։ Պատշաճ կերպով հյուրերին դիմավորելուց և միջոցառմանը նախապատրաստվելուց զատ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը նաև անակնկալ միջոցառումներ էր նախապատրաստել։ Բացման արարողությունից անմիջապես հետո կրթահամալիրի տարածքում սաների անմիջական մասնակցությամբ բեմականացվեցին Համբարձման օրը և Վարդավառի տոնակատարությունը խորհրդանշող գեղեցիկ տեսարաններ։
Այնուհետև ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին եւ ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Հետո արդեն մեկնարկեց ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների, ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադան։ Սեղանի թենիս, շախմատ եւ ծանրաքարի բարձրացում մարզաձևերում մրցում էին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի, Բելարուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի թիմերը։ Առաջնության արդյունքներով սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիան, երկրորդ տեղում կրթահամալիրի թիմն էր, իսկ երրորդում Վրաստանի ոստիկանները։ Շախմատի մրցավեճում առաջինն էր Բելարուսի ներքին գործերի նախարարության ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիան, իսկ երրորդում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրն էր։ Ծանրաքարի բարձրացման մարզաձևում կրկին առաջին տեղը գրավեց Բելարուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիան, երկրորդում կրթահամալիրն էր, երրորդ տեղը բաժին հասավ Վրաստանի թիմին։ Ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելարուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի թիմը։ Կրթահամալիրը հյուրընկալել էր նաև ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովը ղեկավարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը։ Ելույթներով հանդես եկան Բելարուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները։ Համաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը, Երևանում Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի, Պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտների, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները։ Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների եւ բարեկամության մթնոլորտում։ Հունիսի 3-ին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը։ Հաղորդումը շարունակենք քրեական անցուդարձով։ Երբ քաղաքացիները զգոն են ու սրտացավ ոստիկաններն էլ հմուտ ու արագ, հանցագործությունները ոչ միայն արագ բացահայտվում են, այլև կանխվում։ Հերթական ապացույցը գրանցվեց Մայրաքաղաքում։ Մայիսի 29-ի գիշերը ժամը 3:13 րոպեին ոստիկանությունը զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Մազմանյան 5 հասցեի վարսավիրանոցում հենց հիմա կողմնակի անձ կա։ Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգն անմիջապես փոխանցվում է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ Պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու բաժնի օպերատիվ խումբը մեկնում են նշված հասցե։ Անմիջապես մոտեցանք նշված հասցե եւ տեսանք դիմակավորված կասկածյալին, որը կոտրել էր բանկոմատը։ Բռնեցինք նրան եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Մաշտոցի բաժին։ Կասկածյալը դիմակազերծվեց։ Նույն փողոցի բնակիչ 23-ամյա Իշխան Աբրահամյանն էր։ Դեպքի վայրի զննությամբ պարզվեց, որ Իշխանը նաև փորձել է բացել ծաղկի սրահի հետնամասի երկաթյա դռան փականը, բայց չի կարողացել։ Համառ երիտասարդը սակայն որոշել էր ձեռնունայն չմնալ։ Տեխնիկական միջոցներ գործադրելով նա կոտրում է հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահի եվրոպատուհանը, մտնում ներս։ Սրահում ամենագեղեցիկ ու գայթակղիչ բանը նրան թվում է բանկոմատը։ Այն կոտրելու պահին էլ վրա են հասնում ոստիկանները։ Իշխան Աբրահամյանը ձերբակալված է։ Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Մեծամորում կատարված գողությունները բացահայտվեցին եւ միայն կասկածյալին բռնելուց հետո հնարավորություն ստեղծվեց ճշտելու գողոնի չափը, քանի որ 3 դեպքում էլ գողացվել էր հավատացյալների հանգանակած գումարը։ Սուրբ Ղազար եկեղեցին Մեծամոր քաղաքում է։ Սովորականի պես մարտի 25-ին էլ եկեղեցու պատուհանը բաց էր։ Այդտեղից էլ լույս 26-ի գիշերը անհայտ անձը գողություն կատարելու նպատակով մտել էր եկեղեցի։ Գանձեր ու հնամենի սրբապատկերներ չկային։ Օրինազանցին մնում էր թռցնել հանգանակության գանձատուփը։
Գողության փաստի վերաբերյալ ոստիկանության մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, հարուցվեց քրեական գործ, ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու համար, սակայն նրա հետքը գտնել չհաջողվեց։ Մայիսի 14-ի գիշերը եկեղեցու Գանձանակի գողության վերաբերյալ ոստիկանությունում ստացվեց երկրորդ հաղորդումը։ Այս անգամ պատուհանը փակ էր եղել ու հանցամիտը ստիպված տեխնիկական միջոցների օգնությանն էր դիմել։ Եկեղեցուց կատարված գողության վերջին դրվագից 5 օր անց կրկին հաղորդում ստացվեց սրբավայրից կատարված գողության վերաբերյալ։ Այս անգամ մեծամորի 18-րդ շենքի բակի մատուռին հանգանակված գումարն էին գողացել։ Ոստիկանության քրեական հետախույզները ընդլայնեցին օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակը։ Պարզվեց հանցագործությունը կատարած անձի արտաքին մոտավոր նկարագիրը։ Ըստ դրա էլ ոստիկանների տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։ Քրեական հետախույզների ձեռք բերած կողմնակի ապացույցները եկան հաստատելու կասկածները։ 1976 թվականին ծնված Արման Բաղրամյանն էր։ Նրան հայտնաբերելը չափազանց բարդ էր, քանի որ չուներ մշտական բնակության վայր։ Սակայն այս խնդրի լուծման համար ոստիկաններից ժամեր պահանջվեց։ Արման Բաղրամյանը հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության մեծամորի բաժին։ Բաժնում Արման Բաղրամյանը խոստովանեց նաև 2016 թվականի մարտ ամսից սկսած եկեղեցուց եւ մատուռներից կատարված գողության այլ դրվագներ եւս։ Քննությունը շարունակվում է։ 80-ամյա տղամարդու հանկարծամահությունը կարող էր բնական ընդունվել, սակայն Մալեզիայի քրեական հետախույզների աչքից չվրիպեցին որոշ մանուկներ։ Ավելի ուշ ստացվեց նաև դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը, իսկ կատարվածի բարոյական կողմի վերաբերյալ եզրակացությունը թողնենք հեռուստադիտողին։ Մայիսի 25-ին ժամը 11:35-ին ոստիկանության Մալեզիայի բաժին ահազանգ ստացվեց, որ Իսակովի պողոտայի 4 կոտորակ 2 շենքի բնակարաններից մեկում մահացած մարդ կա։ Ահազանգողը նույն հասցեում ապրող 48-ամյա Արմեն Արաքելյանն էր, ով հայտնել էր, որ տանը հանկարծամահ է եղել հայրը 1936 թվականին ծնված Հայկ Արամ Արաքելյանը։ Ոստիկանները շտաբ հիշալ հասցե մեկնեցին։ Տեղում սակայն մի քանի ուշագրավ հանգամանք հայտնվեցին քրեական հետախույզների ուշադրության կենտրոնում եւ իրադարձություններն այլ ուղղությամբ սկսեցին զարգանալ։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվեցին բռնության հետքեր, ինչը մեզ թույլ տվեց ենթադրելու, որ վերջինս հանկարծամահ չի եղել։ Դիակի աչքին հայտնաբերվեց առնազեղման հետք, իսկ մարմնի տարբեր մասերին քերծվածքներ։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներին զուգահեռ ստացանք դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով։ Այնուհետև ինֆորմացիա ստացանք, որ վերջինիս սպանել է իր իսկ որդին։ Վերջինս հրավիրվեց ոստիկանության բաժին, որտեղ էլ տվեց ինքնախոստովանական բացատրություն։ Հայտնվելով ոստիկանությունում Արմեն Արաքելյանը շուտով մանրամասնեց տեղի ունեցածը։ Պարզվեց, որ գիշերը ժամը 2-ի սահմաններում նա նախ կետոնալ տեսակի մեծ քանակի դեղորայք էր ներարկել հորը, ապա խեղդել ու սպանել նրան, որից հետո արդեն առավոտյան զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել, թե հայրն իբր հանկարծամահ է եղել։ Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արմեն Արաքելյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։ Մայրաքաղաքում մի սպանություն էլ գրանցվեց հունիսի 1-ին։ Այս դեպքում պատճառահետևանքային կապերի մեջ նշмарվում է միջանձնային բախում, որը դեռ կպարզի նախաքննությունը, իսկ մենք ներկայացնենք միայն 4 փաստեր։ Հունիսի 1-ին ժամը 14:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ Նարդոսի փողոցում ծեծ կրտուկ է եւ դանակահարված մարդ կա։ Ահազանգը փոխանցվեց ոստիկանության կենտրոնական բաժին։ Րոպեներ անց հաջորդ հաղորդումը ստացվեց։ Արդեն Արամյանց բժշկական կենտրոնից ուրտուժողին տեղափոխել էր մի քաղաքացի։ Դանակահարված տղամարդը, ումով լինելը դեռ հայտնի չէր, հիվանդանոցում մահացել էր։ Հայտնի էր միայն դեպքի վայրը եւ կատարվածի որոշ հանգամանքներ։ Կենտրոնականի ոստիկանները ձեռնարկեցին համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջականությունը վերականգնելու եւ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվեց, որ նույն օրը ժամը 14-ի սահմաններում Նարդոսի, Չարենցի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում 1990 թվականին ծնված Վահրամ Վերանյանը դանակով հարվածներ է հասցրել 1968-ին ծնված Արսեն Խանամիրյանին։ Կասկածյալի հարազատների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում Վահրամ Վերանյանը նույն օրը մեղայականով ներկայացավ ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք դանակը եւ տվել խոստովանական ցուցմունք։ Նրա ասելով, իր եւ սպանվածի լարված հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Վահրամ Վերանյանը կալանավորված է։ Հաղորդումը եզրափակենք Առինջ գյուղում կատարվածի պատմությամբ։
Դեպքի վայրի ձնությամբ հայտնաբերված ամեն ինչ հուշում էր ավազակային հարձակման մասին՝ դիմակ, ձեռնոց, դանակ ու ատրճանակ։ Ասենք նաև, որ խաղալիք ատրճանակը ավազակի խրոխտ հոգու նման արդեն կոտրված էր։ Մայիսի 26-ին ժամը 22:30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը խնդրեց, որ շտաբ ոստիկան հասնի Արինջ գյուղի 6-րդ փողոցի թիվ 19 տուն, ուր գող է մտել, բենզին լցրել ամուսնու վրա եւ հարվածել նրան։ Ոստիկանները տան բակում հանդիպեցին տանտերերին եւ այս տղամարդուն, որի գլխից արյուն էր հոսում։ Ձեռքերն էլ կապված էին։ Րոպեներ առաջ տանտերը շտապօգնության մեքենայով հիվանդանոց էր տեղափոխվել։ Շտապօգնություն կանչվեց նաև այս տղամարդու համար։ Բժիշկները մշակեցին վերքերը եւ նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց Աբովյանի հիվանդանոց։ Համապատասխան բուժօգնությունից հետո նա ավազակային հարձակում գործելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է կպչուն ժապավեն ու պարան։ Տանտիրոջ որդու պատմելով տանն են եղել, երբ բակից աղմուկ է լսել։ Շտապել է դուրս եւ տեսել, որ դիմակավորված ու ձեռնոցներով մեկը, որի մոտ եղել է ատրճանակ ու դանակ, հարվածել է հորը։ Արագ կողմնորոշվելով վերցրել է երկաթե մուրճն ու մոտեցել նրանց։ Դիմակավորվածը ատրճանակը պահել է տղայի վրա։ Վերջինս էլ ձեռքով այն հրել է մի կողմ ու մուրճով հարվածել հարձակվողի գլխին։ Հրելուց ատրճանակը դիմակավորվածի ձեռքից ընկելու կոտրվել է։ Տղան էլ հասկացել է, որ այն պլաստմասե է, ոչ թե իսկական։ Այնուհետև վիրավոր հոր օգնությամբ վնասազերծել են դիմակավորվածին, խլել դանակն ու կապել ձեռքերը։ Երիտասարդը նկատել է, որ հայրը վիրավոր է, շտապօգնություն են զանգել ու տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների, ավազակային հարձակման մեջ կասկածվողը ցանկապատի վրայով մտել էր բակ ու հանդիպել տանտիրոջը։ Խաղալիք ատրճանակի եւ դանակի գործադրման սպառնալիքով փորձել էր փող հափշտակել։ Սակայն հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը, իր մոտի պլաստմասե տարայով բենզինը լցրել էր նրա վրա ու խոհանոցային դանակով հարվածել որովայնին։ Թե ինչ է կատարվել հետո, արդեն ներկայացրինք։ Տան բակից հայտնաբերվեցին դանակ, դիմակ, ձեռնոցներ, բենզին, խաղալիք ատրճանակի պլաստմասե կտորտանքներ եւ այլն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ավազակային հարձակման մեջ կասկածվող արինջեցի 54-ամյա Վիրաբ Ղազարյանը կալանավորված է։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Քայլար քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով եւ ուշով դու կանցար Ճանապարհ շատ երկար մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ զուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է անվար Ժամանքին աննկար Եվ հույսի հավատի մեզ պաշտպան Որ խոսում է հաստատ Միշտ խոհեմ աշխատանքի մեզ փառք Ձեն հոգում բեցան լույսի սմբաց Տիրոջ կամքով ստեղծված Ոստիկան, բարբիրոց մեզ ուծան Դուք ապրեք կամքով սորեք Դուք նոր է ստեղծված Պահապան հեշտակներ Պահապան հեշտակներ
Հաղորդման գործընկերն է Ellipse ընկերությունը։ Ellipse 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։